Փառքներդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատեր արժանապատիվ Սասնա ծռերին։ Մոտենում են ընտրությունները եւ մեր քաղաքական թիմի ասել է թե ազգի մասին, ազգի բարեկամության, անվտանգության, արժանապատվության, տարածքային ամբողջականության մասին մտածող քաղաքական թիմի համարը 8-ն է։ Երբ որ մտնեք շիրմա, քվեարկություն անելիս ձեռքներ դնեք խղճներիդ։ Արդյոք Արարատը Թուրքինն է թե չէ։ Արդյոք Արցախը Ադրբեջանունն է, Ազերունն է թե չէ։ Քվեարկություն կատարելուց առաջ անպայման խղճիդ հետ, սրտիդ հետ զրույց արա։ Ընտրելիս ընտրում ես Արցախի դեմ, թե չես ընտրում Արցախի դեմ։ Ընտրում ես Արարատի դեմ, թե Արարատի դեմ չես ընտրում։ Ձեզ միշտ վախեցնում են։ Մենք թույլ ենք, մենք քիչ ենք, մենք չենք կարող, չկա այդպիսի բան։ Դրա համար գոյություն ունի միջազգային իրավունք, որ եւ թույլերը եւ ուժեղները պաշտպանված լինեն։ Եթե թուլությունը դա լիներ օրինաչափը, աշխարհում փոքր պետություններ չէին առաջանա։ Դրանց անմիջապես կխժռեին մեծերը։ Եթե կա փոքր պետություն, ուրեմն իրավունքը գործում է։ Հիշեք, երբեք չտրվեք, բա դուք կարող եք Թուրքիայից էս ուզել, բա դուք կարող եք Ադրբեջանից էս ուզել, դուք կարող եք նրանից։ Մենք ոչ մեկից ոչինչ չենք ուզում, մենք մերն ենք վերականգնում։ Սա թող բոլորիս համար հասանելի եւ հասկանալի լինի։ Ես երբեմն նկատում եմ, որ ռուսական որոշ բլոգերներ Նիկոլ Փաշինյան-Պուտին հարաբերությունները դրել են հակամարտության հարթակի վրա։ Իբր Նիկոլը հակադրվում է Պուտինի հետ եւ գնում է Եվրոպա։ Մինչդեռ Նիկոլի Բերանից նման բան չենք լսել, նա միշտ արդարանում է, որ 200 հեռախոսազանգ է ունեցել, 80-90 կենթանի շփում է ունեցել, հապկից չի ուզում դուրս գա։ Երբեք այդ մարդը երբ հարցնես ասում է դուք լսել եք, ես երբ եմ ասել, որ հապկից դուրս են գալիս։ Սա նշանակում է, որ ինքը չի կարող Պուտինի հետ հակառակվել։ Նրա հետ չէին հակառակվում նաև նախկինները։ Հիշենք Պուտինի մեղադրանքը նաև նախկիններին։ Ասում էր, սկի դուք չէիք ճանաչել Արցախը անկախ։ Էզնից ինչ եք ուզում։ Բայց իրականում այդ իրենք թույլ չէին տվել, որ Հայաստանի իշխանությունները, այսինքն իրենց դրածոները, Արցախը համարեին, չէ որ հանրաքվեի ժամանակ, չէ որ մեր անկախության հռչակագրով մենք Արցախը համարեցինք, միավորել էինք Հայաստանին եւ համարում ենք Հայաստանի մաս։ Ինչպես եղավ, որ իրենք հրաժարվեցին, խախտեցին մեր մայր օրենքը, Լևոնից սկսած մինչև Նիկոլ։ Մինչև այս պահը իրենք հանցագործ են, որտեղ մինչև այս պահը մեր սահմանադրությունը իրենք խախտում են։ Ռուսների պարտադրմամբ են դա արել, որպեսզի Ադրբեջանին չնեղացնեն ու պահեն իրենց ուղեցրում։ Իրենք պարտադրում են սրանց, որ Արցախը Հայաստան չհամարեք, անգամ անկախ չհամարեք, չճանաչեք, ու հետո մեղադրում են, ասկի դուք չեք ճանաչել։ Դուք պատկասում եք ստորացնելու, ոնց որ ինչ-որ մեկը, ոնց որ ես ինչ-որ մեկից մի բան գողանամ, դնեմ ինչ-որ մյուսի վրա, այդ մարդուն կանչեմ, ասեմ, ես եմ տարել, բայց պիտի ասեմ, որ դու ես տարել, դու էլ խելոք կհամաձայնես, որ դու ես, նա էլ համաձայնվի։ Այսինքն Լևոնը, Ռոբերտը, Սերժիկը, Նիկոլը գտնվում են մի կարգավիճակում, որ Պուտինի հանցագործությունը վերցրել են իրենց վրա, որ իրենք Արցախը Հայաստան չեն համարել, կամ գոնե անկախ, իբր իրենք չեն արել, բայց դա եղել է Պուտինի պարտադրանքը, բայց իրենց հենց այդ հարցում մեղադրում է Պուտինը։ Կամ հիմա, որ ասում են Նիկոլը դուրս է եկել Պուտինի դեմ, դու Նիկոլն սկի Աննայի վրեն չէր կարում, սկի Աննային դեմ դուրս գալ չէր կարողանում։ Ո՞վ է Նիկոլը, որ Պուտինի դեմ դուրս գա։ Դուք ճանաչում եք Նիկոլին։ Ոնց կարող է մի մարդ օրը իրար հակասող մի քանի միտք ասի։ Ով կարող է որ մի օր չլսեցինք բարձրաձայն ասի Շանտղու Ալիև, ես ինչ արևմտյան Ադրբեջանից ես խոսում։ Մարդ ասում է լեկտի սուտ է 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալ, այնտեղ արդեն ցուցակներն են կազմում,
ու ինքն էլ իր հերթին Եվրոպայում բարձրաձայնել է, որ ինքը մեծ քայլ է անելու, մեծ սիրտ ունի, հայերին սաստել է, թուրքերին էլ ասում եկեք մեր երկրում ապրեք, մեր ոնց էլ սաստել է, որ այնտեղ չգնան։ Դուք պետք է ընտրություն կատարեք բարոյականության, որը իրականում իրավունքի եւ տիրոջ կարգավիճակ է։ Եթե մարդը կորցնում է իր բարոյականությունը, կորցնում է իր իրավունքը, ուրեմն չի կարող ինքը տեր հանդիսանալ ինչ որ մի բանի, մեքենայի, տո երեխայի անգամ երեխան էլ չի հարգի իրեն, տան, հայրենիքի, եթե դու զրկվել ես իրավունքներից, եթե դու անբարոյական ես, դու պահել չես կարող դրանք, քո ձեռքից կտանեն, որտեղ կասեն դու արժանինքներ չունես։ Մեր իշխանությունները այդ վիճակին են։ Մարդիկ իրենց լկտի ստերը, որ ասենք ամիսներ առաջ, տարիներ առաջ ասել են, այսօր ասում են դա լկտի սուտ է, ով է այդպեսի բան ասել։ Բայց 21-րդ դարն է, չէ՞, ախր տեսախցիկները դրանք ֆիքսել են։ Իրենք նույնիսկ այդ կարգի անամոթ են։ Որ ասում են թքում ես երեսին, ասում են անձրև է գալիս, սրանք են։ Դու սրանց հետ ուր եք գնալու։ Ուր եք գնալու։ Դեպի Ադրբեջան։ Դեպի ինքնաոչնչացում։ Երբեք չընդունեք այն փաստը, որ Նիկոլը Պուտինին դեմ է գնացել, Ռոբերտը Պուտինին դեմ է գնացել, Սամվելը կամ Ծառուկյան Գագիկը, սրանք բոլորը ենթարկվում են Պուտինին։ Ուրեմն սրանք երբեք իրար դեմ ոչինչ չեն կարող դնել կամ պարտադրել կամ խանգարել։ Սրանք խաղում են։ Ու խաղում են քո կյանքի վրա, որ քեզ ոչնչացնեն, որ տարածքը մնա Թուրքին։ Խոյ մեղի եւ ընտրի համար 8-ին։